Մի նկարեք, ասում են օնլայն զեղծարարությունից շատ տուժածներ։ Չեն ուզում կադրում երևալ, նախ ամաչում են խաբված լինելու համար, հետո էլ վախենում ճանաչվելուց։ Արդեն սպառնում են շորթվողներին հենց շորթողները։ Հանցավորները կապվում են քաղաքացու հետ, սպառնում են, որ եթե այս կամ այն ինֆորմացիան կտաս պետական մարմիններին, մենք քո գլուխը կկտրենք։ Բայց ընդամենը որոշ ժամանակ առաջ այս մարդիկ համարում էին, որ իրենց ձեռք են մեկնում օնլայն այդ իբր բանկերը, ներդրումային ընկերությունները, կրիպտոարժույթ ու բաժնետոմս վաճառողները։ Նրանց առաջարկած գործարքներով կարող են գումար աշխատել, պարտքեր փակել, գույք գնել։ Ձեռքը մեկնեցին, հետո այդ նույն ձեռքով քաշեցին ու վարկ ու պարտքի անդունդը գցեցին, ասում են զեղծարարությունից տուժածները։ Եթե անտարով գնաք ու շատ սիրուն սունկ տեսնեք, ասենց շատ ուզեք ուտելու, հետո սոված լինեք։ Չեք ուտի, չէ՞, եթե չեք տարբերում սունկերը։ Հիմա պարկերացեք, որ դա սունկ է, եթե չեք կարողանում տարբերել, ու չգիտեք մարդ, ով մասնագետ է այդպես հարցերում, ու ձեզ չի կարող խորհուրդել, մի զբաղվեք։ Ըստ հանրային վերահսկողություն կազմակերպության վիճակագրության օնլայն զեղծարարությունից տուժած մարդկանց վնասը տատանվում է 400,000-ից 50 միլիոն դրամի սահմաններում։ Տուժածների այս պահին հայտնի թիվը 20,000-ն է։ Հիմա ինչ, քնենք ուխտի ականջում, թե քնենք էշի ականջում։ Օնլայն զեղծարարությունից տուժած քաղաքացիները դատախազությունից հետո այսօր էլ քննչական կոմիտեում են հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնում։ Մեղադրում իրավապահներին անգործության համար։ Դեպքեր կան, երբ քաղաքացին շորթվել է դիմել իրավապահներին, նրանք մատը մատին չեն տվել։ Զեղծարարները շարունակել են իրենց սև գործը, շորթել են արդեն որպես վնասը փոխհատուցող ապահովագրական ընկերություն կամ իբրև օգնելու պատրաստ իրավապաշտպան ու փաստաբան։ Զեղծարարները շատ լավ հոգեբանական պատրաստված են ու գիտեն ոնց ազդել, ընդ որում տենց տարբեր կողմերից մարդկանց վախացնում են, հետո էլի հույս են տալի, հետո էլի վախացնում են, սենց սառը ցենզուր, հետո տակ ցենզուր եւ այլն։ Եթե իրավապահները իրենց գործում չթերանային, բանը շորթողների, սառ ու տաք ցնցուղներին չէր հասնի, պնդում են շորթվածները։ Իրենց կորցրած գումարները պահանջում քննչական կոմիտեից։ Նախ պետք է վարույթ իրականացնող մարմինը բացահայտի հանցագործության կատարող անձանց։ Շիրազ Գրիգորյանի դեպքում երկար է պաշտոնի անունը։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության, գլխավոր վարչության, կիբերհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ։ Կարճ ասելիքը։ ՔԿ-ի գործը շորթված փողը վերադարձնելը չէ, վերադարձնողին հայտնաբերելն է։ Վերադարձնողներին դեռ չեն հայտնաբերել եւ ուրեմն սպասեք։ Մենք պատրաստ չենք կույրաղիքներ պահելու, հակառակ դեպքում մենք պատրաստ չենք հարկեր վճարելու այն դեպքում, եթե մեր իրավունքները որևէ դեպքում չի վերականգնվում, թող բերեն ինձ մի դեպք, ովքեր ներդրումային խարդախությունների հետևանքով զոհ դարձած քաղաքացիների մեկ իրավունքը վերականգնել են։ Մեկ դեպք եմ ուզում, մեկ դեպք։ Կոնկրետ վիճակագրական տվյալներ ներկայումս չեմ կարող մատնանշել, բայց հաստատապես կարող եմ նշել, որ մի շարք քրեական վարույթներով բացահայտվել են հանցագործություն կատարած անձինք, վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։ Իսկ երբ են մեղադրանք ներկայացնելու այն քննիչներին, որոնք մի կողմից չեն բացահայտում օնլայն զեղծարարությունները, մյուս կողմից թև են տալիս զեղծարարներին իրենց հայտարարություններով։ Ոստիկանությունում քննչականում մեզ պատասխանեցին, խի դուք հույս ունեք, որ այդ գումարները հետ կտան, ոչ մի խումբ էլ չեն բռնի, ոչ մեկին էլ չեն ձերբակալի, ոչ էլ դուք ձեր գումարները հետ կստանաք։ Դուք կարող եք դիմում հասարակական քննչական կոմիտեի նախագահին, Անուն տվեք, այդ քննիչների պահվածքն էլ քննության կառնենք, ասում են քննչական կոմիտեում։ Հոգնել են մարդիկ ՔԿ-ի կքննեն կամ քննում ենք հայտարարությունների։ Ասում եմ հանցագործը Երևանում է, ինձ շտապ պետք է, որ դուք այդ տվյալը ստուգեք ու բռնեք այդ հանցագործին, մի ամիս հետո անջում է հարցաքննության։ Օնլայն խարդախությունից տուժածները հանցագործությունների մասին նոր հաղորդումներ ներկայացնելով, այդ հաղորդումների քննության ընթացքի մասին դիմում բողոքներ մուտքագրելով, բողոքի ակցիաներ անելով, շարունակելու են նաև քննչական կոմիտեից պահանջել։ Տվեք մեզնից շորթված փողերը կամ հայտնաբերեք նրանց, ովքեր պետք է հետ տան այդ փողերը։ Արփիս Քեսյան, Հայկ Ավանեսյան, Արաքել Օհանյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։